Օ, կլինի քույրը խոսում է օտար լեզվով։ Եղբայր Ջուրնիոր Ջեքսոնը տալիս է մեկնությունը։ Ահա ես ասում եմ ձեզ, ժողովուրդ իմ, երբ կենդանի Աստծո ծառան հենց նոր ձեզ հասցրեց նրա խոսքը, ես ասում եմ ձեզ, որ հնչել է այս աշխարհի ժամը, եւ ես ասում եմ ձեզ, ժողովուրդ իմ, որպեսզի դուք կարողանաք պատրաստ լինել, որպեսզի դուք կարողանաք քննել ձեր սիրտը, ասում է Տերը։ Քանզի ես ասում եմ, որ այս ժամին ողջ աշխարհով մեկ երկնքի տակ գործում են շատ չար ոգիներ։ Այո, այժմ նախապատրաստվում են այնպիսի բաներ, ասում է Ամենակարող Աստվածը, որոնք կկատարեն այն, ինչի մասին խոսում էր իմ ծառան։ Եվ ես ասում եմ ձեզ, ժողովուրդ իմ, որ երբ վրա հասնի այդ ժամը, այո, ես կկատարեմ այդ ամենը։ Այո, եւ ձեզնից կպահանջվի որոշում ընդունել ձեր սրտում, թե ինչպես վարվել։ Ես ասում եմ ձեզ այս երեկո, կկանգնեք ճշմարտության համար, կհավատաք ինձ, ասում է Ամենակարող Աստվածը, կորոշեք ձեր սրտում հետևել ինձ, ինչպես եւ ես հարթեցի ճանապարհ ձեզ համար։ Եվ ես ասում եմ ձեզ այս երեկո իմ որդիներ եւ դուստրեր, մի վհատվեք, որ ես ասում եմ ձեզ, թե ձեզ սպասում են կյանքի մութ օրեր, բայց ես ասում եմ ձեզ, որպեսզի դուք քաջալերվեք, քանզի ես կայցելել եմ իմ ժողովրդին մեծ զորությամբ, ես կհաստատեմ իմ խոսքը, ասում է Տերը։ Ես կփորձեմ իմ ժողովրդին, քանզի ասում եմ ձեզ, որ ես կփորձեմ նրանց եւ կկատարելագործեմ նրանց եւ նրանք կճանաչեն, որ ես եմ մեծ Ամենակարող Աստվածը, ով փրկագնեց նրանց, ասում է Տերը։ Եղբայրը խոսում է օտար լեզվով։ Քույրը խոսում է օտար լեզվով։ Եղբայր Նևիլը տալիս է մեկնությունը։ Ես ասում եմ ձեզ, ժողովուրդ իմ, այս երեկո, որ ես կրկին խոսեցի ձեզ հետ այս երեկո, դուք պետք է քննեք ձեր սիրտը, դուք պետք է այս երեկո ճանաչեք ինձ, քանզի ես եկել եմ ձեզ մոտ, որպեսզի բերեմ ձեզ այս լուրերը։ Ոչ թե նրա համար, որ վախեցնեմ ձեզ, քանզի ես Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածն եմ, եւ ես քայլում եմ ձեր մեջ այս օրը։ Ես ասում եմ ձեզ, ժողովուրդ իմ, որ դուք պետք է շարունակեք հաստատուն հավատալ, որպեսզի դուք մի կողմ դնեք ամեն տեսակ քմահաճույքներ եւ անձնական կապվածության զգացմունքներ եւ տրամադրեք ձեր սիրտը ձեր Աստծուն, որպեսզի դուք հեռանաք հիմարությունից, որպեսզի դուք դադարեք վարվել մարմնավոր ձևով, որպեսզի դուք դառնաք դեպի իմ հոգին եւ թույլ տաք ինձ փառավորել իմ անունը ձեր էության միջոցով։ Ասում եմ քեզ այս երեկո, եղիր նախանձախնդիր եւ շրջվիր քո հիմարությունից։ Դեն նետիր քո վախը, քանզի ես քո Աստվածն եմ, որ հսկում եմ քո վրա այս երեկո, եւ ես իմ աչքերը ամեն ինչ կդիտեն, ինչպես ես ասացի, այնպես էլ կկատարեմ մինչև վերջ։ Ուստի նայիր ինձ եւ հավատա ինձ եւ ապաշխարիր քո անօրինության մեջ եւ քո անհավատության մեջ եւ քո վախերի մեջ եւ արի ինձ մոտ եւ ծառայիր ինձ։ Այսպես է ասում կենդանի Աստծո հոգին։ Ամեն։ Ով ականջ ունի, թող լսի, թե ինչ է հոգին ասում եկեղեցիներին։ Սիրում եմ նրան։ Հիմա երկրպագեք, տեսնենք, թե նա ինչ կանի։ Եթե դուք երբեք նախկինում նրան չեք սիրել, հիմա դուք ուզում եք նրան սիրել,
Դուք համաձայն եք կանգնել եւ ընդունել նրան որպես ձեր փրկիչ։ Սիրեց, Աստված օրհնի քեզ եղբայր։ Եվ մեկ ուրիշը կկանգնի, ասի, ես նրա կարիքն ունեմ, ուզում եմ սիրել նրան։ Փրկագնեց փրկությունը։ Աստված օրհնի քեզ քույր։ Աստված օրհնի քեզ այնտեղ երիտասարդ օրիորդ։ Սիրում եմ նրան։ Սա ով ականջ ունի, թող լսի, թե ինչ է հոգին ասում եկեղեցուն։ Նախ սիրեց և Գողգոթայում փրկագնեց փրկությունը։ Մեր երկնային Հայր, դու տեսնում ես, որ ահա այս երեքը կանգնեցին։ Օ Աստված, ես աղոթում եմ, որ դու լինես ողորմած, օ հավերժական, և տաս նրանց ամեն մի մեղքի թողություն և փրկություն Սուրբ Հոգին իրենց կյանքում, որպեսզի նրանց չդիպչի երկրորդ մահը։ Նրանք գիտակցում են Տեր և կանգնած են այստեղ այս երեկո, որ ինչ-որ բան շատ մոտ է։ Սուրբ Հոգին տալիս է նախազգուշացում։ Տեսնում ենք, որ Աստծո Հոգին իջավ մարդկանց մեջ, տեսնում ենք, թե ինչպես է նա գործում գրքերին լիովին համապատասխան, խոսեց 3 անգամ և ավարտեց։ Օ Աստված, յուրաքանչյուրինս թորդորի։ Հիմա Հայր, մենք աղաչում ենք քեզ, եղիր ողորմած։ Թող այս թանկագին Հոգին մնա մեր մեջ։ Տուր մեզ պատվել նրան։ Աստված, շնորհիր դա, վերցրու այս հոգիներին քո խնամակալության տակ, Հայր, նրանք այսօրվա քարոզի և Սուրբ Հոգու կողմից մեր մեջ արտասանված հորդորի պտուղներն են։ Եվ մենք խնդրում ենք, Հայր Աստված, որ դու մնաս նրանց հետ իրենց կյանքի բոլոր օրերին, և տուր այն անվերջ աշխարհում, տուր մեզ հանդիպել նրանց հետ այնտեղ Քրիստոսի արյունով և շնորհով փրկված։ Մենք հանձնում ենք նրանց հիմա քեզ, Հայր, լցրու նրանց քո Սուրբ Հոգով, քանզի մենք խնդրում ենք դա Հիսուսի անունով։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ, իմ եղբայրներ, ով գտնվում է այն մարդկանց կողքին, ովքեր կանգնած էին քրիստոնյաներ, սեղմեք նրանց ձեռքերը, երբ նրանք նստեն, տվեք նրան մաղթանք, նրանց Աստծո ուղեկցությունը։